Ողջույն բարեկամներ, եւ այսպես արդեն ապրիլի 24-ն է, 2025 թիվ։ Անկախ նրանից այսօր Փաշինյան Նիկոլը կգնա ծիծեռնակաբերդ, թե չի գնա, 3 ապրիլի 23-ին արդեն նա եւ իր մերձավոր շրջապատը ստացավ այն, ինչ որ տրամաբանական էր, որ պետքա ստանա։ Եվ ահա առաջին արձագանքները։ Մեզ հորդորում են սա հորդորումը թե ընդդիմադիրներին, թե նրանցից սնվող լրատվականներին հեռու մնալ ցեղասպանության թեմայից։ Մի բան ես հորդորեմ ձեզ, ես էլ ձեզ հորդորում եմ ժամանակ չկորցնել եւ սկսել բանտախցերի վերանորոգումը։ Ավելի ճիշտ ես կասեի նույնիսկ նոր բանտեր կառուցել, որովհետեւ դուք ավելի շատ եք, քան բանտախցերը ինձ թվում է կարող են տեղավորել։ Սա էլ իմ հորդորը ձեզ։ Ինչ են մեղված ցեղասպանության թեմայից, որովհետև իրենք էլ չէին սպասում, որ սա են տեսնել։ Ես վստահ եմ, որ իրանց համար սա անակնկալ էր։ Իրենք չէին սպասում, որ սա հնարավոր է կատարվի այսքան քարոզից, այսքան մեդիա տերորից հետո։ Եվ ես թվում է, որ իրանց հորդորներից կախված հա ժողովուրդը պետքա մոտիկ կամ հեռու մնա ցեղասպանության գաղափարից։ Հետաքրքիր միամտություն չէ, ես կասեի հիմարության աստիճան հասնող միամտություն։ Սա իհարկե միամտություն չի, սա հուսահատ ճիճն է եւ սա ընդամենը առաջին ճիճն է։ Մնացած ճիճերը մենք կլսենք դեռ 24-ին, 25-ին, 26-ին։ Չէ՞ որ սա ոչ միայն ընդամենը ջահերով երթ էր, սա քաղաքական ապտակն ու վերաբերմունքն էր ցեղասպանությունը ուրանալու քարոզող Հայաստանի ոչ ուղղալով կառավարությանը։ Սա այն, ասենց ասեմ, անվստահության քվեն էր այս կառավարությանը, որոնք իրենք տեսան բոլորը միտեղ։ Դուք պատկերացնում եք ինչ կլինի, եթե մի օր մենք ունենանք այն ընդդիմությունը, որ այնքան համոզիչ կլինի եւ վստահելի կլինի ժողովրդի համար, որի կոչով այսքան մարդ դուրս կգա փողոց։ Իդեպ սա նաև դա այդ նշանակություն ունի։ Եթե կա այսքան ժողովուրդ, եթե այսքան ժողովուրդ միահամուռ կերպով մերժում է դավաճանությունը, ուրացումը, ճիվաղին, ցեղասպանին, ինչն է պատճառը, որ այս ժողովուրդը այս քանակությամբ դուրս չի գալիս փողոց։ Չնայած 1 տարի ուղիղ 1 տարի առաջ ոչ բալով Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման ժամանակ մենք ունեինք այսքան ժողովուրդ։ Ժողովուրդ եկավ, հավատաց, բայց են ասեցին մենք անելիք չունենք ձեր հետ, մենք օրենք չենք խախտելու, գնացեք տուն։ Սա մեդալի հակառակ կողմն է։ Ուղղակի ես ուզում եմ հիշեցնել Հայաստանում քաղաքականությունով զբաղվող մարդկանց ուժերին, որ այն հանգամանքը, որ այսքան ժողովուրդ կա եւ ոչինչ չի կատարվում, սա ժողովրդի մեղքը չի։ Ապացույցը ասում եմ 1 տարի առաջ եւս այսքան ժողովուրդ հրապարակում էր։ Այնպես որ այստեղ մտածելու բան կա։ Ես չեմ ուզում ոչ մեկի, ինչպես ասում են, բոստանը քար նետել, բայց սա ակնհայտ փաստ է, չէ՞։ Այդ փաստը այսօր տեսա ոչ միայն ես, այլ շատերը։ Եթե այսքան մարդ կա անհամաձայն ճիվաղի հետ, ինչի պետք է սպասել 26 թվականին նրան մերժելու համար, ինչի չի կարող այդ հանգամանքը լինի ավելի շուտ։ Մենք տեսանք Գյումրիում մերժելը, մենք տեսանք Փարաքարում մերժելը, այսինքն կա օրակարգում կա սրան մերժելու քաղաքական կամք ու որոշում ժողովրդի մեջ կա, չէ՞։ Մենք այսօր դա տեսանք։ Այ իրանք էլ սարսափած մեզ հորդորում են հեռու մնալ ցեղասպանության թեմայից։ Լավ, գնանք առաջ հիշեցնենք ով էր Պանիկովսկին հեղափոխությունից առաջ։ Սա 20 թվականի փուղերսն է։ Ավելի, սակայն չեմ վերացված, անցել է 1 դարից ավելի, սակայն չեմ վերացված ցեղասպանության հետևանքները։ Առ այսօր Թուրքիան կատարվածի համար որևէ զղջում չի հայտնել, ներողություն չի հայցել։ Դա է պատճառը, որ մենք այսօր հայտարարում ենք, հիշում ենք եւ պահանջում։ Մեր պաշտոնական դիրքորոշումը այն է, որ ոչ հիշում ենք, ոչ պահանջում։ Միջև այս տականքը իր խոսքը կասի, բնականաբար 170 աստիճան տարբերվող, ես ուզում եմ մի բան հիշեցնել 20 թվականին
ով է հիշում, երբ որ սրանք մի հատ շոու արեցին եւ քարերի վրա գրվում էր բոլոր նրանց անունները, ովքեր տեքստ մեսիջ են, ինչ որ տեքստ էին ուղարկել իրենց որոշակի տեքստով։ Սա պատերազմից առաջ 6 ամիս ընդամենը, պատերազմից 6 ամիս առաջ է։ Ով է հիշում այդ ռիտուալը, երբ որ մի տասնյակ հազարավոր մարդկանց այս հուշակոթողի, այսինքն կարելի ասել գերեզմանակարի վրայով այդ ամեն ինչ, այդ անունները գնացին։ Ես վստահ եմ, որ այդ անունների մեջ կային նաև այն մարդիկ, որոնք հետո սպանվեցին Արցախյան պատերազմում։ Ոչ մի բան սրանց մոտ պատահական չի եղել։ Ոչ մի բան սրանց մոտ անմտածված չի եղել։ Հիմա լսենք այս իր խոսքերին հակառակ ինչ է ասում նույն կենթանին 5 տարի հետո։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չի մտնում այսօր։ Ով նկատեց ժպիտը։ Ես նկատեցի միայն ժպիտը Երանի անկյունում։ Մեջ չի մտնում այսօր։ Թուրքիան 100 տարի անց վերադարձել է տարածաշրջան, շարունակելու իր ցեղասպան քաղաքականությունը։ Մենք հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, պետք է հասկանանք լավ ինչ է տեղի ունեցել եւ ինչու է տեղի ունեցել։ Եվ ինչպես ենք մենք դա ընկալել, ում միջոցով ենք ընկալել։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեզ համար կարևոր է ոչ միայն պատմական ճշմարտության արձանագրման առումով, այլ նաև որպես ցեղասպանությունների կանխարգելման գլոբալ շարժման մի կարևոր բաղադրիչ։ Ոնց է որ 1939 թվին հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել եւ ոնց է որ 1950 թվին հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է։ Դեպի ստական կինով էր ասել, որ 1930-ին հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել։ Ինչ է նշանակում օրակարգ։ Եվ ինչ է նշանակում 50 թվականին օրակարգ է եղել։ Հայոց ցեղասպանությունը կատարված փաստ է, ակնք։ Փաստ։ Դա օրակարգ չի, եթին։ Դա փաստ է, պատմական հանցագործություն է, դա չի կարա օրակարգ լինի, դա չի կարա ճաշակի հանգամանք լինի, քննարկելու, չքննարկելու չասեմ, սակարկելու թեմա լինի, դա կատարված պատմական հանցագործություն է։ Ու այդ ամբողջ նստածների մեջ մեկը չասեց։ Այդ ճեբաղ ինչ է նշանակում օրակարգ։ Այսինքն ելի պետք է ցեղասպանություն լիներ։ Կամ սովետական միությունում ինչ օրակարգ կա։ Սովետական միությունում կա մի հատ օրակարգ։ Հնգամյակը 4 տարում, այդքան բան։ Ուրիշ օրակարգ չկա, կամ 5 տարում։ Հա 28 թվականին սկսած հնգամյակների բան առաջին հնգամյակներ 30 թվին կամ 39 թվին ինչ օրակարգ պետք է լիներ։ Այդ ցեղասպանության վերաբերյալ։ Այն էլ հայոց ցեղասպանության վերաբերյալ։ Այն էլ այն երկրում, որը համատեղ կազմակերպել այդ ցեղասպանությունը թուրքերի հետ։ Արևմտյան Հայաստանը ամբողջությամբ հայաթափվեց։ 1.5 միլիոն մեր հայրենակիցներ սպանվեցին։ 100 հազարավոր հայեր դարձան գաղթական, զրկվելով իրենց պատմական հայրենիքում ապրելու իրավունքից։ Մենք ապրում ենք մեր հայրենիքում եւ մենք մեր ճակատագիրը որոշողը չենք։ Մենք ընդհանրապես ոչ մի բան որոշող չենք։ Եվ այդ որոշողը իսկ ով է որոշողը։ Որոշող պետությունն է իր բաներով, իր մեխանիզմներով։ Այն պետությունը, որը փակել է հայկական դպրոցները, այն պետությունը, որը գաղթ է կազմակերպել, այն պետությունը, որը կոտորածներ է կազմակերպել։ Թուրքիայի ժխտողական քաղաքականությունն է ստիպում արձանագրել, որ Թուրքիան շարունակում է սպառնալիք լինել հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության համար, ավելի ճիշտ այդ քաղաքականությունն է սպառնալիք Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի համար։ Իսկ կարող է պարզվի, որ ինչ որ թեմաներ, ինչ որ շրջանակներ, մեր ինչ որ ցավոտ կետեր կարողացել եւ կարողանում են օգտագործել մեր հայրենիքում, Հայաստանի Հանրապետությունում մեր անկախ ինքնիշխան պետություն ունենալը անհնար դարձնելու համար։ Սա որ ուշադրության արժանի ասեմ, միայն ինքը չի, որ ստախոստական կա, հա։ Այնտեղ կա իր մահտեսակը նաև,
որը կոչվում է դոկտոր Մա, որը արցախցիների հետ հանդիպման ժամանակ ասում է Արցախը հայոց պետականության պահպանման գործում կարևորագույն դեր ունի։ Եթե ընկնի Արցախը, կընկնի նաև Հայաստանը։ Շնորհակալություն բոլորին զինվորներից մինչև գեներալ մեր սահմաններն անառիկ պահելու համար։ Ես այս երկու փաստը ինչ եմ ցույց տալի են այսօր կրկին անգամ ոչ թե մեզանից մեկը կասկածում է, որ Փաշինյան Նիկոլա ստախոս է, չէ։ Ուզում եւս մեկ անգամ, եթե նույնիսկ կասկածողներ կան, որ այս ամեն ինչը ասվել է ոչ թե հիմար են եղել դրա համար, հա, երեք այդպես էին մտածում, այսօր այդպես էին մտածում, չկա այդպես բան, որ այդպես էին մտածում, այդպես էր պետք ասել իշխանության մնալու եւ ցեղասպանություն իրականացնելու համար։ Եվ որ արդեն դու ցեղասպանված ես, բանակը վերացված է, քեզ ասում են, գիտես ինչ, էլի մի հատ պետք է հասկանանք, այդ ցեղասպանությունը ինչի է եղել։ Հա, պետք է հասկանանք, որ հայրենիքը դա պետականությունն է, չկա հայրենիք։ Որ իրական Հայաստանը այ հիմա այն է, ինչ որ քեզ ցեղասպանելուց հետո կբերեմ կդնեմ քո դեմը։ Սա է իրական հայրենիքը, որի հետ դու պիտի հարմարվես։ Ինչի՞, որովհետև սպանել եմ քո բանակը, սպանել եմ դիմադրողներին, վերջ։ Չկա Արցախ, թշնամին կրակում է տանդ վրա, դու հիմա պետք է սկսես հարմարվել իրական Հայաստանի, իրական Հայաստանի հետ եւ դու պիտի դա ընդունես։ Այ այստեղ հենց այսօր էր, որ եկավ ապացուցելու, որ անկախ նայած ինքը ինչ է խոսում, անկախ նայած ինքը ինչ է խոսում եւ ինչքան է իր կարծիքով համոզիչ հիմարաբանում, ժողովուրդը լրիվ ուրիշ կարծիք ունի։ Ժողովուրդը լրիվ ուրիշ կարծիք ունի ու երկու ընտրություններում եւ այսօր ցույց տվեց ինքը ինչ է մտածում իր մասին եւ ընդհանրապես ոնց է վերաբերվում իր այդ հիմարություններին։ Իսկ Էրդողանը երբեք նման հիմարություններ չի ասում։ Էրդողանը ոնց կա, տենց է պնդում է, որ դուք հայերդ, հա, ընդամենը մնացորդ եք մեր յաթաղանի ծերին։ Այո, մեր թշնամին է, բայց պետք է ասել, որ Նիկոլի ծազնիվ տղա է։ Չի թաքցնում։ Պարզ ասում է, դուք հայերդ, դուք պետք է սպանվեք, դուք որ մնացել եք, դա պատահականություն է։ Իմիջիալոց նման տեքստեր, այսօր տեքստ մեսեջներ են ստացել Գերմանիայում գտնվող մեր հայերը, որոնց հայոյանքներով վերջի, որ դուք պետքա ոչնչանաք եւ ձեզ մեկա, մենք պետքա սպանենք։ Ես սրանով ինչ եմ ուզում ասեմ, անկախ նրանից 21-րդ դար ենք արդեն 2025 թիվ, Թուրքը մնացել է իր ծիրի մեջ ցեղասպան։ Եվ այս տեսակը ինքը չփոխվող տեսակ է։ Ով ձեզ համոզում է սրանց հետ բանը, որ հնարավոր է խաղաղ ապրել, ձեզ տանում է ինքը գիտակցված, բայց ձեզ տանում է սպանդի։ Նույնիսկ Գերմանիայի նման երկրում հայերը նման նամակներ են ստանում։ Նման նամակներ, որ դուք հայեր, դուք այլանդակներ եք, դուք դեռ պիտի սպանվեք, դուք չեք վերացել։ Պատահականություն է եղել, որ ձեզանից ինչ-որ մի բան մնացել է, պետք է մնալ մի օրինակ ձեզանից, այն էլ թանգարանում։ Այն ստացվեց ոչ այնպես, ինչպես իրենք պլանավորում էին։ Ուսամասիններ չի, որ Փաշինյան Նիկոլը չգիտի, սա միշտ է ասվել։ Սա ասում է մայիսի 11, 2020 թվական, որ հետո Փաշինյան Նիկոլը այսենց իր հետ նկարվի։ Այսենց։ Իր գիրքը դոշին դրած։ Ընդ որում արդեն ցեղասպանություն իրականացնելուց հետո։ Արցախում ցեղասպանություն իրականացնելուց հետո, այսենց գրկված իր ներկայացումը նկարվում է եղել։ Ես նույնիսկ եմ ասում, ոչինչ պատահական չի եղել, ոչ իր նշանակումը, ոչ իր թիմի կազմավորումը եւ գաղափարական եւ ռեսուրսային առումներով, մարդկային ռեսուրսների առումներով, բոլորը նույն դավաճանական, նույն ցեղասպանական, նույն կենտրոնից հավաքագրված մարդիկ, եթե ես կարելի է դաս մարդ ասել, մարդիկ են նույն կենտրոնից հավաքագրված, որոնք պետք է իրականացնեն իրենց թուրքական ծրագրերը։ Բայց թուրքերը նաև գիտեն մի բան, որ ոչինչ չի անցել, որ ոչինչ չի մոռացվել։ Ցավի նման ու այսօր էլ հայ ժողովուրդը իր կազմակերպված երթով ցույց տվեց, որ լսեք, չգիտեմ դե դուք ինչ եք խոսում, հա, ոչ մեկս ոչ մոռացել է, որ ձեզ ներելու է։ Դուք սպասեք ավելին, իսկ ավելին կունենանք երբ որ մենք պետություն կունենանք։ Տեսնենք ինչ է ասում թուրքերը։
Kars, Erzurum ve Ardahan olmadığını kim rahatlıkla söyleyebilir? Турки отлично понимают, что ни Карс, ни Эрзрум и ни Ардахан им не принадлежат. Они отлично понимают, что ни Московский русско-турецкий договор, ни Карский договор не имеют никакой юридической силы. Սա ինչի մասին է, որ թուրքերը պարզ խոսում են, որ Ղարսը, Էրզրումը եւ Արդահանը իրենց չի կարող պատկանել, եւ որ դրանք հայկական տարածքներ են, եւ ոչ Ղարսի պայմանագիրը, ոչ Մոսկվայի պայմանագիրը, դրանք ոչ մեկ իրավական ուժ չունի, ու վաղ թե ուշ դրա պատասխանը տալու են իրենք։ Հասկացեք, իրենք շատ լավ հասկանում են։ Իրենք հասկանում են նաեւ, որ Փաշինյան Նիկոլն էլ այդ խնդիրը չի կարողանա լուծել։ Քանի կա հայկական պետականությունը, այդ դամոկլյան սուրը կախված է իրանց գլխին։ Քանի կա հայկական սփյուռքը, այդ դամոկլյան սուրը կախված է իրենց գլխին։ Դրա համար իրենց ամբողջ գործողությունները ուղղված են հայկական պետականությունը ոչնչացնելու Փաշինյան Նիկոլի ձեռքով եւ սփյուռքը հնարավորինս մասնատելու, վախեցնելու, եթե հիշում եք, ես երեք կարծացի դրա մասին, որ փորձել են $500 միլիոն հայց ներկայացնել հայդատի նկատմամբ 25 հոգու էլ մեղադրանք ներկայացնել, պատմական փաստերը աղավաղելու համար, մոտավորապես տեսնում բան։ Բայց ամերիկյան դատարանը երրորդ անգամ մերժել է այդ հայցը։ Իրենք հասկանում են, որ այս հարցը, հայկական հարցը, սա ատոմային ռումբա թուրքական պետության տակը դրած։ Ադրբեջանը այստեղ ընդհանրապես կապ չունի։ Թուրքական պետության համար սա գոյութենական հարց Հայաստանի գոյությունը հայկական հարցի իրենց համար գոյութենական հարց է։ Իսկ Ադրբեջանի վիճակը շատ ավելի վատ է։ Շատ ավելի վատ է, որովհետև եթե ցեղասպանությունը Թուրքիայում 110 տարի առաջ էր, Ադրբեջանում ընդամենը 2 տարի առաջ։ Եվ բոլորի աչքի առաջ։ Դա չի նշանակում, որ թուրքականը մոռացված է։ Ոչ։ Երկուսն էլ ակտուալ է։ Ուղղակի սա Ադրբեջանի ընդհանրում է։ Իրենք գործ ունեն իրականացնողի հետ։ Էրդողանը իրականացնողը չի։ Ալիևը հենց հիմա իրականացնողն է։ Գնանք առաջ։ И турки отлично понимают, что недалек тот час, когда они потеряют Карс, Эрзрум и Ардахан. Եվ հասկանում են, որ հեռու չեն պահա, օրը, որ իրենք կարող են կորցնել եւ Ֆարսը, եւ Էրզրումը, եւ Արդահանը, եւ Սուրմալուն, Diyorlar. Ve herkes Putin'in idaresindeki Rusya nedeniyle güvenliğinin tehlikede olduğunun farkında. Bunun farkında olmayan ve Rusya'nın bu halinden memnun olan tek bir bölge ülkesi var. O da maalesef Türkiye. Եվ դա Պուտինի անունն էլ տվեց, ես միտեղ կարդացել եմ ամբողջ թարգմանությունը, թող թուրքերն հասկացողներն ինձ իհարկե ուղեն գրեն, ինչ ասեց, ինչ էր ասում, բայց ես մոտավորապես մի բան եմ հիշում, որ նույնիսկ Պուտինը այստեղ չի կարողանալու իրենց շատ մանով օգտակար լինել։ Հա, եթե տեքստից կդրված է եղել է թարգմանությունը, խնդրում եմ քերին հասկացողներին սա գրեն տեքստի մեջ։ Եվ այսպես բայց թուրքական ոստիկաններին, կներեք թուրքական ոստիկան հայերը, թուրքական ոստիկաններին։ Թուրքական ոստիկաններին հետաքրքրում է բացառապես ազգային ժողովի շենքը, կառավարական շենքերը, որովհետև այս ժողովուրդը, այս ժողովուրդը ուսումնաց գնում ինքը կարող է ձեռքի հետ իշխանություն վերցնել։ Բայց դուք հասկանում եք, չէ՞, որ այս դեմքով, մարդը, որ Սերժ Սարգսյանի ժամանակից եմ ես իրան հիշում, այս նույն դեմքով է ինքը կանում։ Հա, իր համար մեկ է, ինչա կատարվում իր երկրում, իր համար լրիվ միևնույն է, ինչ երկրում ապրում ինքը, առավելևս լրիվ միևնույն է, բնականաբար ինչ երկրում հետո կապրի իր սերունդները, եթե նա սերունդներ ունի, ենթադրում եմ, որ կարող է ունենալ։ Ու այս նույն դեմքով, այս նույն մարդիկ, դա լիներ Սերժ Սարգսյանը, դա լիներ Փասոն, դա լինի Նիկոլ Փաշինյանը, հետագայում նույնիսկ եթե դա լինի ինչ որ օղլի, այս մարդիկ այս նույն դեմքով ծառայելու են ու անունը դնելու են, որ իրանք ծառայում են օրենքին։ Պատկերացնում եք, անուն դնելու են, որ այս ծառայում են իրանք օրենքին։ Այսինքն օրենքն է ստիպել, որ այս մարդիկ դուրս գան իրենց երկիրը պաշտպանելու։ Օրենքն է ստիպել։ Իր պաշտպանած օրենքն է ստիպել, էլի։ Էն էլ չի հասկանում, եթե ասի չնես մանանեխի ուղեղի չափ, մանանեխի հատեկի չափ ուղեղ ունեն, կհասկանային։ Որ այսքան մարդ դուրս եկեն, նշանակում է ինք իր գործը լավ չի անում։ Ասեմ ավելին, ինք իր գործը չի անում։ Եթե ինք իր գործը արած լիներ, այսքան մարդ դուրս չեն գա փողոց։ Կլիներ ամեն տարվա նման, ոչ թե այս տարվա նման։
Իսկ ես ինչքանով հասկացա տեսողներից եւ իմ անձնական տպավորություններից ոչ մի տարի այսքան մարդ չի եղել, որքան այս տարի։ Գիտեք ինչի համար։ Եթե ամեն այս անդամները տրադիցիոն շքերթ էր, այս տարի վերաբերմունք էր Փաշինյան Նիկոլի դավաճանական, ուրացողական, թուրքական քաղաքականության դեմ։ Սա նախընտրական ապտակ, ասենց ասեմ, նաև կարելի է այդպես ասել։ Ինձ մի հետաքրքիր հանգամանք այսօր ուզեց, վատ իմաստով ուզեց, ոչ թե նենց, հա։ Վարվեցին թուրքական ադրբեջանական դրոշներ, դե ոչինչ որ վարվեցին, բայց ուրա ԿՊ-ի դրոշը։ Ես ասել էի, չէ, որ սրանց հետ համատեղ, որպես թուրքական կցորդ եւ այս քաղաքականության իրականացներ պետք է այլվել նաև ԿՊ-ի դրոշը։ Եվ ես վստահեցնում եմ կլիներ շատ տեղին, այսինքն գոնե նայողների համար պարզ կլիներ, որ Հայաստանի բնակչությունը, մասնավորապես երիտասարդները, ԿՊ-ի ասոցացնում են նույն թուրքերի հետ, նույն ցեղասպան թուրքերի հետ։ Բայց չեղավ, հետաքրքիր է ինչու չեղավ եւ ովքեր էին դեմ, որ դա այդպես լինի։ Այսօր մի այլ հետաքրքիր բան նույնպես կատարվել է, ամենայն հայոց կաթողիկոսը փաստաբանների հետ քննարկել է արցախցիների արդար իրավունքների պաշտպանության գերիների վերադարձի խնդիրը։ Սա եղել այսօր ապրիլի 23-ին 2025 թիվ։ Ինձ ուղղակի մի բան է հետաքրքիր էլի։ Գարեգինը այս տարուկեսվա մեջ հետ չէր հետաքրքրել սանով, որ հենց այսօր է հավաքել։ Աշուշ լավ է, որ գոնե այսօր հավաքվել է։ Հավաքել է։ Բայց մենք, ես չգիտեմ, քանի հաղորդում ենք արել այդ մասին, ոչ միայն հնարավոր է, այլ պարտադիր է, որ ոչ միայն ես եմ այդ մասին կամ իմ հյուրերն են այդ մասին խոսացել, հայկական մեդիայում բավականին դա մասին խոսացել է եւ խոսացել են ամենակարևորը եվրոպական խորհրդի պատգամավորները, տարբեր երկրների ներկայացուցիչները, դեսպաններ, նախագահներ, սա անես թեմա չի, պարոն Ներսիսյան, Գարեգին, որ դուք տեղակ չլինեիք։ Ես մտածում եմ, եթե դուք հետաքրքրված լինեիք, տեղակ լինեիք եւ այսօրվա ձեր խորհուրդը, այս հավաքված հավաքույթը ոչ թե կլիներ, հա, քննարկելու վերադարձի խնդիրները, տեսենք ոնց է, արդար իրավունքների պաշտպանության գերիների վերադարձի խնդիրները, այլ ուղղակի կլինեին կոնկրետ գործողություններ հենց այդ ուղղությամբ, որովհետև երկու համարյա տարուկես, այլ տարուկես արդեն լրիվ բավարար էր, եթե դուք մտահոգված էիք, որ արդեն լիներ խումբ, հա, որ այդ գործերը լինեին արդեն միջազգային դատարանում։ Վստահ եղեք, օրինակ մեր դիմումները գնաց, հասավ միջազգային դատարան, այստեղ 3 ատյան անցնելով հասավ միջազգային դատարան եւ Փաշինյան Նիկոլի ներկայացուցիչը միջազգային դատարանում Փաշինյան Նիկոլի հանցագործ լինելու հանգամանքը վերցրեց, սիրուն դրեց մի կողմի վրա։ Բայց եթե նույն դիմումը գնար նաեւ եկեղեցու կողմից, կաթողիկոսի կողմից, ես չեմ կարծում, որ հենց այնպես հնարավոր լինել է դիմումը վերցնել ու դնել միայն կողմ։ Առնվազն գոնե դուք ձեր մեդիաներով եւ ամբողջ սփյուռքի կառույցներով կարող էիք դրա մասին խոսել եւ ամբողջ ազգը կիմանալ մի բանի մասին, որ հայ առաքելական եկեղեցին, որպես հայ ժողովրդի հոգեվոր առաջնորդ, ես կասեի նույնքան պատասխանատվություն ունեցող, որքան պետական, որքան կառավարությունն է, որովհետեւ ես կարծում եմ հոգեվոր հայրերը նույնքան պատասխանատվություն ունեն սեփական ժողովրդի բարոյական նկարագրի վերաբերյալ, քան, ասենք, կառավարությունը։ Կառավարությունը կարող թքած ունենա բարոյական նկարագրի վրա, իր գործառույթը լրիվ ուրիշ է, այնտեղ չկա կառավարության խնդիրների մեջ բարոյական նկարագրի, այնտեղ կա հստակ պաշտպանությունն է, սոցիալական ապահովությունն է, կրոնի իրավունքների ազատությունն է եւ այլն, ֆիքսված չէ բարոյական։ Բայց դուք որպես կառույց ձերը բացառապես բարոյական է, որտեղ եթե ձեր մեջի այս բանից հանգամանքից հոգեվորի մեջից հանում ենք բարոյական, ամբողջ համակարգ քանդվում է, հա։ Եվ այսպես դուք որպես այս երկրի համար, ընդհանրապես հայ ժողովրդի համար, պատասխանատվության իմաստով կարևորագույն ինստիտուտ, եթե դուք այդ նախաձեռնեիք, ես էլ կգայի եկեղեցի։ Ես ասեմ ավելին, իմ բոլոր ընկերներն էլ կգային եկեղեցի։ Ձեր եկեղեցիները կդառնային Հայաստանի հայ ժողովրդի բանը, դեսպանատները,
եկեղեցիները կդառնային հայ ժողովրդի երանելի են միջավայրը, որ կսպասեի մարդիկ երբ հագալու շաբաթ կիրակի այդ պատարակի կամ հանդիպման օրերը, որ գնային եկեղեցի։ Հասկանու՞մ եք։ Դուք այդ շանս ունեք, դուք հիմա էլ ունեք։ Բայց դուք բավարարում եք ուղղակի մանր մուներ դրամահավաքությամբ եւ այս կամ այն կենտրոնների հրամանները կատարելով։ Ամեն դեպքում հույս ունենանք, որ կաթողիկոսը իրավաբանների հետ հանդիպումից հետո ինչ որ կարևոր եզրակացություն է եկել եւ ամենակարևորը այդ եզրակացությունից հետո ինչ որ գործողություններ անելու, սա ավելի կարևոր է։ Եվ այսպես հիշում եք, չէ՞ ինչքան ասում է, որ անհանգստացած են այս հավաքով, միանգամից ադրբեջանցիների կրակոցները, գիտեք ով է Արարատ Նյուզը, այո, Գրզոն, Ալենի նախկին հիմնարկն է, Գրզոն միանգամից իր Արարատ Նյուզով ասեց, այ դուք ընդ դրոշ եք վառում, մեր վրա կրակում եք, այ որ դրոշ չվառեիք, մեր վրա կրակեք, էլի կկրակենք, բայց մենք այդ մասին չենք գրի։ Հասկացաք տարբերությունը։ Տարբերությունը հասկացաք, ես մի ամիս է կրակում եմ, բայց այսօր դա մասին գրեց, որովհետև դուք դրոշ եք վառում, այ որ դրոշը չվառեք, մեկ այլ իրենք կրակում են, բայց ես այդ մասին չէի գրի։ Դուք էլ չեք իմանալ այդ մասին։ Սա այն ինչ որ նշանակում է Արարատ News Media, սա ինչ որ նշանակում է Գրզո, սա ինչ որ նշանակում է այսօրվա իշխանություն, իշխանական մեդիա։ Այսօր շատ հետաքրքիր հավաքայար է նաև բանը Սիրիայի քրդական մասում։ Ուրեմն եւ այսպես հայ հոգևոր եւ քուրդ հոգևոր առաջնորդները կազմակերպել են միասնական երթ։ Ես չափազանց զարմացա, երբ որ կարդացի կարգախոսը քրդական, որով ասում է, ով չի կիսում ուրիշի ցավը, ճանապարհ է բացում կրկնող ողբերգության համար։ Իդեալական առաջնորդ։ Հիշում եք, ես մեր հասարակության այս իմ ու քո ցավի այս տարանջատելու անտարբերության մասով ինչքան եմ ասել, եթե մեկը չի կիսում իր մերձավորի ցավը, իր համար միևնույնն է իր հարևանի ողբը, հա, որ իր առաջ այս մարդու երեխային տարան սպանելու եւ ինքը դա այդ կապ չի զգում, հոգեվոր պատասխանատվություն եւ ցավ չի զգում, դա դադարում է մարդ լինելուց։ Իսկ քրդական ասույթը ասում է, որ ոչ թե ընդհանրապես դադարում է մարդ լինելուց, այլ ճանապարհ է բացում այդ ողբերգության համար կրկնվելու։ Իմաստուն է, չէ՞։ Շնորհակալություն քրդական համայնքի եւ ընդհանրապես շնորհակալություն բոլոր հայերին, որոնք արդեն արել են եւ պատրաստվում են անել այս միջոցառումները։ Սա չափազանց կարևոր է այս տարի։ Տեսեք, ամեն տարի եղել են ինչ-որ մի բաներ։ Ես երբեք նշանակություն չեմ տվել, թե ասենք մոտարապես Նյու Յորքում կամ Լոս Անջելեսում ինչ ակտիվության բա դա եղել։ 24-ին, ապրիլի 24-ին Նյու Յորքի Times Square-ում էլ լինելու իմ ջալուց ես այնտեղ եմ լինելու, գնալու եմ, կաշատ եմ այնտեղից նյութ պատրաստել հաղորդման համար, եթե Նյու Յորքում ապրողներ կան, մենք ասենք դիտողներ կան, որ նաև ապրում են այնտեղ, կհանդիպենք Times Square-ում։ Ես էլ դեռ չեմ ճշտել ժամը քանիսին է, բայց անպայման այնտեղ կլինեմ։ Ինչ եմ ուզում ասել, միշտ եղել է, բայց դե միջոցառումը հիշացնում ենք, հա։ Այս տարվա նշանակությունը այս միջոցառումների չափազանց մեծ է։ Չափազանց, ես հիշեցնեմ, որ անցած տարի այո դա կարևոր է, որովհետև անցած տարվա այս ճիվաղի ուղերձում ցեղասպանություն բառը չէր օգտագործել։ Ելել էր մեծ եղերն։ Ընդ որում բանի մեջ, անգլերեն տարբերակի մեջ հենց տենց է լատինատառ գրել են մեծ եղերն։ Հա, ցեղասպանություն բառ, genocide բառ չէր օգտագործել։ Հիմա չգիտեմ այս տարի ինչ կանի իշյանի, արդեն բոլորովին կարևոր չի, որովհետև պարզ ցույց տվեց, որ ինքը իրականացնում է թուրքական երազանք։ Մոռացություն, չեղարկում, սահմանադրության մակարդակի վրա ամեն ինչից հրաժարվում, պահանջատիրությունից հրաժարվում, մի խոսքով ամեն ինչ սահմանադրության մակարդակի վրա։ Եթե անցած տարի գուցե ինչ-որ մեկի համար էր երևի բաներ, հա, որ լավ, կարող է դա վրիպում է, դե լավ, որ ինքը այդքան ստոժ չի, դե լավ, որ ինքը այդքան տականք չի, այս տարի թվում է դա վրա կասկածող չկա։ Այս տարի այս մի բան հետաքրքիր բան է եղել, որ ուզում եմ անպայման կիսվեմ ձեր հետ։ Այսպիսի պաստառա կախվել Արցախ վերադարձ լինելու
այո լինելու է։ Կաթողիկոսին եւ կիս մարդկանց ասեմ, Արցախ վերադարձ լինելու է եւ դա հնարավոր է եւ իրենք ինչքան շուտ ճիշտ մարդկանց հետ այդ մասին սկսեն կոնսուլտացիաներ անել, դա լինի տեղական մասշտաբի այդ ոլորտին տիրապետող թե միջազգային մասշտաբների, այնքան շուտ կլինի այդ վերադարձը։ Արցախ վերադարձը երկու հանգամանքով է պայմանավորված՝ Ճիվաղի վերացում եւ Ալիևի վերացում։ Ալիևի վերացումը Ճիվաղի վերացումից է կախված։ Որ պահին Նիկոլ Փաշինյանը կորսեց իշխանությունը, այն պահին փակվում է Ալիևի էջը, Ադրբեջանի վերջին էջը, այսպես ծածկվում է ուղղակի։ Հա։ Որովհետև եթե Հայաստանի Հանրապետությունը սկսեց հայցերով ներկանալ միջազգային դատարան, հայցերով Ալիևի նկատմամբ, Ալիևը դառնում է Պուտին։ Բայց հասկացեք, որպես հանցագործի իմաստով եմ ասում, բայց Ալիևը Պուտինի ռեսուրսները չունի դիմադրելու համար։ Ալիևը Պուտին չի։ Եվ իրան շատ հեշտությամբ կարելի է ջարդել, ուղղակի sense մադրացնել, փոշիացնել ու վերացնել։ Լինելու է Արցախ վերադարձ եւ դա շատ հնարավոր է։ Ես տարբերակներն արդեն ճանապարհը արդեն ասեցի մոտավորապես։ Այսպիսի տեսք ուներ այսօր Մարսելի պալատը։ Ես մի պահ մտածեցի կարող է Կրեմլն այսպիսի գույներ ստանալ, հետո հիշեցի, որ ախր ոնց կստանա Կրեմլը այսպիսի գույներ, երբ որ այդ ցեղասպանության կազմակերպիչներից մեկն էլ ինքն է եղել։ Եթե դեռ մարդ կա, որ չի հիշում կամ չգիտի դրա մասին, ես նորից հիշեցնեմ, որ 1915 թվականին ցեղասպանությունից առաջ, 14 թվականից արդեն տարածաշրջանում Հայաստանի մանդատը Անտանտի մեջ պատկանում էր Ռուսաստանին եւ ամբողջ հայությունը Ռուսաստանը, որ գրավելով գալիս էր դեպի Կոնստանտինոպոլիս, բոլոր տարածքի հայերը, հայ երիտասարդները, որոնք չէին զորակոչված թուրքական բանակ, իրանք զորակոչվեցին ռուսական բանակ եւ կռվում էին ռուսական բանակում թուրքերի դեմ։ Մոտավորապես 300-ից 350 հազար տղամարդ ինքը վերցվեց, մի մասը թուրքական բանակ էր տարվել, քշվել էր դեպի Բալկաններ, հեռու տնից տեղից, մյուս մասը լցվեց թուրքական բանակում, որ կռվի թուրքերի դեմ։ Ինչ արեցին ռուսները։ Հավաքեցին բոլորին ու տարան ժողովրդին մենակ թողելով թուրքի դեմ։ Անձեն որոշ տեղերում ընդամենը մի քանի 100 մետրի վրա կանգնած նայում էին մասնավորապես Սասունում ոնց է ցեղասպանությունը օրերով գնում։ Օրերով ոչ թե ակնթարթ։ Հիմա ես որ ասեցի ցեղասպանության հարցով ուրանալու պահանջատիրության եւ այլն, ես նկատեցի, որ Արսենիկ Մինասյանը իր եղել Պետրոս Ղազարյանի մոտ, մտածեցի լավ, գուցե արագ կարելի է լսել ինչ ասում Արսենիկ Մինասյանը, չէ՞ որ ես երեք իրան կոնկրետ բաներ եմ ասել, մեղադրել եմ կոնկրետ հանցագործությունների մեջ։ Տեսնենք, կարող եմ իշխելով բաներ ասում ես, ես բան կա, որ ես չգիտեմ։ Լսենք։ Մինասյան շնորհակալություն հրավերության համար։ Դաշնակցությունը ազգային ժողով է ներկայացրել օրենքի նախագիծ, որով քրեականացնում է ցեղասպանության հերքելը, ժխտելը։ Մինասյան, քրեական օրենսգրքի 136 հոդված ասում է ցեղասպանությունը կամ մարդկության դեմ ուղղված հանցագործությունները հրապարակայնորեն հերքելը, արդարացնելը, դրանք քարոզելը կամ նույնիսկ դրանց վտանգավորությունը նսեմացնելը պատժվում է ազատազրկմամբ 2-ից 5 տարի ժամկետով։ Այսինքն մեր քրեական օրենսգիրքը ձեր ասած ժխտումը 2-ից 5 տարի ժամկետով պատժում է։ Հիմա դուք էլի բերում եք նմանատիպ հոդված եւ տպավորությունը, որ դուք քաղաքական դիվիդենդ եք պարզապես հավաքում։ Այդ տպավորությունը Չէ, Պետրոս, սխալ տպավորություն է, քաղաքական դիվիդենդ չի։ Սա կոչվում է քաղաքական ժամավաճառություն։ Սա քաղաքական ժամավաճառություն է, բայց հələ տեսնենք ինչ է պատասխանը։ Տպավորությունը թյուր տպավորություն է, նախ ասեմ, որ գործող քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածը, որը գրեթե կրկնություն է 2003 թվականի քրեական օրենսգրքի 397-րդ։ Ինչտեղ։ Չէ, 297-1-ով նույն հոդվածն է 2003 թվականի քրեական օրենսգրքով, եւ որը խոսում է ընդհանրապես առհասարակ ցեղասպանությունների հրապարակային հերկման կամ մեղմացման վտանգավորությունը, բայց ուզում եմ ուշադրություն դարձնել երկու կարևոր հանգամանքի վրա։ Նախ թե արկա ձևակերպումը եւ թե նաեւ 2003 թվականի ձևակերպումը պայման է դնում, որ այդ հրապարակային հերկումը պետք է հիմքում ունենա ազգային
կրոնական կամ էթնիկական ատելության Մաշկի հիմքի բուն վրա։ ազգային Այո, եւ նպատակ ունենա անձի կամ անձանց խմբի նկատմամբ պատելության Ինչ է ստացվում։ Փաստորեն Արզևիկ Մինասյանը գիտե ոնց ենք կա։ Բանականաբար ինքը Երևանը պետք է իմանար, չէ։ Բարձրον 2003 թվականից այդ օրենքը կա։ Հետո մի հատ էլ խմբագրվել է դրանից հետո, որտեղ առաջի անգամ է 2003 թվականին այդ օրենքը մտե։ Հետո մի հատ էլ խմբագրվել է 2003 թվականից հետո, ամսադիրը չասես, տարին չասես, չեմ կարող ասել։ Բայց դեռ թերի է։ Հիմա ես ուզում եմ հարցնեմ Արզևիկ Մինասյանին եւ ընդհանրապես բոլոր դաշնակներին։ Ուրեմն 2003 թվականին էլ եք դուք կառավարության մեջ։ Դրանից հետո որ փոփոխվել է, ելի դուք կառավարության մեջ եք եղել։ Դուք հիմա ելի նորեկը որ դուք արդեն երկու անգամ արել եք, փաստորենի թերիա, փաստորեն վատն է, ու դուք հիմա ուզում եք էդի փոխեք։ Երկու հարց կա։ Ոնց կարող եք դուք երկու անգամ վատ օրենք ընդունել, թերի։ Հա, հիմա կհամոզի ինքը ընթացքում կհամոզի, որ այդ օրենքը որ կա, ինքը խոցելի է, ինքը ցեղասպանությունից հրաժարվողներին չի կարողանում դատի։ Պատկերացրեք, իրանք երկու անգամ օրենք են ընդունել, որով չեն կարողանում փաստորեն ցեղասպանությունը ուրացողներին դատել։ Հիմա ես իրավունք ունեմ ասելու, Արզևիկ Մինասյան, դուք 2003 թվականից քաղաքական մանրավաճառությամբ եք զբաղված եւ ժամավճարությամբ եք զբաղված փաստորեն։ Դուք օրենքներ եք ընդունել, որ դուք այսօր ասում եք, մեր ընդունած երկու անգամ ընդունած օրենքը լավը չի թերի է։ Բայց դուք ինչ եք անում։ Բայց ոնց վստահեմ ձեզ, որ ձեր բերած նոր նախագիծը այնքան անթերի է լինելու, եթե իհարկե անցնի էլի, որ հետո էլի տեղ չեն մնալու սողոսկելու համար։ Սա ֆենոմենալ է, որում խոսում եմ մարդ, ներմում է, որ հիմա չի կարողանում անցկացնի օրինագիծ, որը երկու անգամ անցկացել է այդ գործը։ Ուրեմն դուք պրոֆնի գոդնի եք ընկեր։ Ես դեռ մեղմ եմ ասում։ Նշանակում է դուք ուղղակի անորակ եք։ Դուք չեք հասկանում ինչա նշանակում օրենք, ոնց մշակել օրենք, որ ինքը ասենց երկիմաստ չլինի, սողանցքներ չունենա։ Իսկ հիմա Պետրոսը պնդում է, որ ախպեր այդ օրենքը սողանցքներ չունի, հստակ ամեն ինչ ասում է։ Ինչ եք ուզում դուք։ Դատեք, պահանջեք, որ դատեն, ասում է չէ։ Լսեք, սա ֆենոմենալ է։ խտրականության բռնության հրահրելու նպատակով։ Եվ նպատակ պետք է ունենա ատելություն հրահրի, բռնություն, ամեն ինչ թվարկած է, արդարացնել դրանք քարոզել։ Այսինքն որևէ մեկը օրինակ ելել է եւ ասում է, որ հայերը սուտ են խոսում, ցեղասպանություն չի եղել։ Այսօրվա ձևակերպումով դա պատասխանատվություն չի առաջացնում։ Չի առաջացնում։ Ասում չի առաջացնում, ասում առաջացնում, չի առաջացնում։ Բախեք այդ օրենք ընդունել։ Բա ինչի են այդ օրենք չեք ընդունել, որ առաջացներ։ Այն էլ երկու անգամ է։ Ու դուք ուզում եք մարդիկ ձեզ լուրջ ընդունել։ Ֆենոմենալ է։ Այնի պնդում է իշխանության ներկայացուցիչ Պետրոս ասում է, առաջացնում է, իբր ընդդիմադիր ասում է չի առաջացնում։ Հիմա ասես բան կլեն, հարց կլեն, բան անում, Պետրոս առաջացնում է այդ հետևանքները, բայց Արադ Միրզոյան, Նիկոլ Փաշինյան, մնացած ճիվարները ինչի չեն դատվում այդ հոդվածով։ Ինչի մեղադրանք չկա։ Այ Պետրոսը ստիպված պետք է լիներ հակառակը պնդել, չէ ճիշտ եք ասում։ Հետևանք չի առաջացնում այդ օրենքը։ Այ այդ դեպքում ճիշտ է ձեր առաջադրածը, որ մի հատ վերանայեն։ Պատկերացնում եք։ Առաջիկ է հանցագործություններ հերքելը, որը շարունակեք։ Կամ դրանց վտանգավորության նսեմացնելը։ Շարունակեք, Եթե դա կատարվել է ռասայական պատկանելիության, մաշկի գույնի, հա։ Այո, եւ նպատակը Վրացը պատժում ազատազրկման։ Չէ, նպատակն եմ ասում, նպատակը ատելություն, բռնություն, քարոզելու նպատակով։ Հա, բայց ասում ռասայական պատկանելության։ Հիմա լսեք, ես բացատրում եմ։ Ռասայական պատկանելություն։ Ես բացատրում եմ, ոչ, ես բացատրում եմ շատ բարձ, լսեք, եթե դուք կանչել եք ստեղ որպեսզի բացատրեմ, ուրեմն լսեք բացատրեմ։ Եթե կանչել եք ուղակի քպեական հերթական հիմարությունը հիմնավորելու համար, խնդրում եմ այդ հարցերը չտաք։ Տեսեք, ես բացատրում եմ այսօրվա գործող քրեական օրենսգրքի հոդված։ Փաստորեն քպեական են ասում են օրենքը աշխատող է, հետևանքներ փողող է։ Ինքն ասում է, չէ, օրենքը աշխատող չի։ Փոխանակ ասի, բավական հետևանքներ թողում է, ուր են հալուցված քրեական գործերը։ Փաստորեն քպեական ասում են, սա իդեալական օրենք է ցեղասպանությունը ուրացողների, ժխտողների համար։ Սա ասում է, չէ։
Փոխանակասի բավոդիտականա, իդեալականա, դե դատեք, բա կիրառեք։ Կանչեք էլ դատախազին, կամ կասեք այդ քննչականի պետին, ինչի՞ չես կիրառում այս օրենքը։ Թող չկիրառողը ասի, այս օրենքը կատարյալ չի, սենց բան ունի, ինքը ճիշտ է ուրացել է, բայց դա մեջ ատելություն չկա, ռասայական խնդրականություն չկա եւ գլխի վրա փոխվել է։ Հիմա Արսենիկ Մինասյանը ապացուցում է, որ այդ օրենքը բանը թերի է, դրա համար չի կիրառվում։ Պետրոսն փոխում ապացուցի, որ իդեալական օրենքներ է, ուղղակի չեն կիրառում։ Ու սենց մոտապես կերժան։ Բացով հայոց ցեղասպանությունը հերքելը, նսեմացնելը դրա վտանգավորությունը, մեղմելը ինքնին չի առաջացնում քրեական պատասխանատվություն, եթե դա չի ուղեկցվում, օրինակ, հայերի նկատմամբ ատելություն, բռնություն, քարոզելու կամ հրահրելու նպատակ։ Մենք չեք կարդացել։ Մի հատ մեջ բերեմ։ Լսեք, Ազգային կամ էթնիկ ծագման հայերին ցեղասպանել են ազգային կամ էթնիկ ծագման համար։ Ես որովհետև եմ տալիս։ Դե ասած օրինակ։ Տեսեք, դուք չասացիք, ասում եմ հայերի Ֆենոմենալ է։ Պետրոսը պետք է ուղղակի հարցնել։ Հիմա Պետրոսի կողմից է։ Ախպեր չհասկացա, բայց երկու անգամ օրենք եք խմբագրել։ Բայց դուք չեք կարող օրենք ընդունեք, հիմա չեք բերել։ Բա ո՞նց ձեզ վստահեք, որ ձեր բերած օրենքը բանա, մտածված է եւ խելքի մոտ։ Ցեղասպանություն չի եղել։ Հայերը էթնիկ ծագում ունեն։ Այս մորթել են մեր էթնիկ ծագման համար։ Դուք այդ հոդվածը նորից կարտացեք, մի 10 անգամ կարտացեք, ես բացատրեմ։ Ուրեմն տեսեք ինչ ասում։ Էթնիկ ծագումը ինչ է։ Տեսեք ինչ է ասում այդ հոդվածը։ Սա ասում է, որ ցեղասպանությունը հերքելը, որը հիմնված է ազգային, կրոնական, էթնիկ ծագման վրա, լսեք, եւ որի նպատակը ատելություն, բռնություն, հրահրելն է։ Ես բերում եմ կոնկրետ օրինակ, որ օրինակ մեկը ելել է եւ ասում է, հայերը սուտ են ասում, ցեղասպանություն չի եղել։ Եղել է ընդամենը տեղափոխություն մարդկանց։ Իրենց իսկ անվտանգության համար։ Հիմա այս հոդվածի ներքո, այդ հերքումը, այդ նսեմացումը հայոց ցեղասպանության պատասխանատվության չի ենթարկվում։ Մեր բերած օրինակը հստակեցնում է սա, որ հերքել Խոսում եմ մեր բերած օրինակը։ Արսենիկ Մինասյան 2003-ին էլ ես դու եղել։ Դրանից հետո որ վերախմբագրել է, էլի դու եղել ես։ Բай ժամանակ անեիր։ Հիմա ով երաշխիք ունի, որ քո բերած օրինակը այդ ամեն ինչը շփկելու է։ Կելը ինքնին կամ նսեմացնել ձեր այսպես կոչված հեգնական արտահայտությունները պահեք ձեզ։ Դուք ավելի լավ է ասեք, այսօր դուք պատրաստ եք օրինակ հրապարակային դատապարտելու են անձին, ով կուրանա հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտում։ Եվ ուրացողներին, եւ դա մանիպուլյացիա անողներին պետք է դատապարտել, իհարկե։ Ով կմտածի, որ այդ կոնկրետ հարցին կոնկրետ կպատասխանի Պետրոսը։ Նույն բանը որ պետք է անի Արսենիկ Մինասյանը, կոնկրետ հարց։ Չկա, հիմա լսեք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Այդ ինչ հարց է։ Հիմա գնանք առաջ։ Դուք ասում եք, որ պետք է IKP-ն նոր սկսեցիք, այս անում, են անում։ Հիմա դուք նաև դեմ եք այն փաստաթղթին, որը համաձայնեցել են Ադրբեջանի հետ, ճիշտ եմ ասում, եւ դեռևս չեն ստորագրել։ Այդ փաստաթղթը դուք տեսել եք։ Չէ, չեմ տեսել։ Մասնակիորեն ինչ որ մենք ենք տեսել, կամ մերոնք են տեսել։ Դա ձեզ սարսափեցրել է։ Հիմա գալով իշխանության։ Ուրիշ բան է սարսափեցել։ Հարցը ավարտեմ, բանասը։ Գալով իշխանության։ Ֆենոմենալ է։ Դուք չեղարկելու եք այդ փաստաթղթը, մեկ, եւ երկրորդ հարցը, այն սահմանազատումը, որ եղավ Գիրանցում։ Դուք ասում եք, որ մենք այդտեղ գյուղեր ենք հանձնել, դա սահմանազատում չի։ Դա էլ եք չեղարկելու։ Պարզ հարց է, չէ՞։ Դժգոհ եք այդ սահմանազատումից, այդ պայմանագրից, դժգոհ եք։ Որ գաք իշխանության չեղարկելու եք։ Տեսեք, Պետրոսին հարց տվեցին, դու դատապարտում ես, ասեց հա։ Դատապարտում եմ եւ ուրացողներին եւ դա մանիպուլացնողներին։ Պարզ ասեց հստակ, թաքնելու բան չունի, չէ՞։ Պետրոսը հիմա պարզ հարց է տալի։ Դուք դժգոհ եք այդ խաղաղության պայմանագրից, ու ասում եք սահմանազատումը սխալ է եղել։ Որ եկաք իշխանության չեղարկելու եք, դե հիմա լսեք պատասխան, եթե դու կարող եք պատասխան լսել։ Ուրեմն նախ առաջինը արձանագրեմ, եթե չկա որևէ փաստաթուղթ, կա հայտարարություն, այդ հայտարարությունը մեր կողմից մերժելի հայտարարություն է։ Երկա համաձայնեցված փաստաթուղթ։ Չգիտեմ, եթե ձեր ականջին սպասացել են կամ ձեր առաջ դրել են դա, դա հայտարարել է ադրբեջանական պաշտոնական կողմը եւ հայկական։ Ոչ ոք ոչ մի բան չի սպասացել։ Ադրբեջանական փաստաթուղթը։ Ես ծանոթ չեմ դրան։ Չէ, ասում եք նախնական որոշ բաների ծանոթացել եք, սարսափել եք։ Որովհետեւ այն դրանով ինչ որ գրած է, հիմա դառնալու չեղարկելու եք։ Ասում անընդունել է հարց ասում, չեղարկելու եք։ Նախ այդ փաստաթուղթը դեպի մի հատ վավերացվի Հայաստան։ Չկա պատասխան։ Ուսես մի եւս մի 15 րոպե եմ, ասում ասենք կա, ասենք եղել է։ Չի ասում եղելով չի։
դաշնակ լինելու նուրբ արվեստը։ Ես օրինակ ինձ թվում էր, որ դա հատուկ է մենակ Փաշինյան Նիկոլի, որ կա տաս հարց, ուղիղ հարց ու երբեք չլսես պատասխան։ Լսեք։ Որ չեղարկեմ կամ չեղարկեմ։ Նույն բանն է Դա ասում։ հիմա համաձայնեցված է, դու գալու եք ասելու եք մենք Սարայի Ադրբեջանի։ Ում հետ Հայաստանի կողմից ով է համաձայնություն տվել։ Հայաստանի իշխանությունները։ Բա Հայաստանի իշխանությունը ով է։ Հայաստանի իշխանությունը ժողովուրդն է, չէ։ Արարատ Միրզոյանն։ Մի րոպե։ Հիմա Դա Արարատ Միրզոյանն է Հայաստանի իշխանությունը։ Դա ասում ժողովուրդն է, չէ։ Հա, ժողովուրդն է։ Հիմա ասում է, եթե իրանք այս պայմանագիրը կնքեն խաղաղության, չգիտեմ, դա են բերել, չէ։ Սահմանազատում են արել, չէ։ Հարցը ուղիղ է, ախպետ չեղարկելու եք։ Ձեր առաջարկը ի՞նչն է։ Չկա պատասխան։ Ես դերսիդաց ՔՊ-ի եւ Նիկոլ Փաշինյանի բառապաշարով ասել։ Իշխանությունը պատկանում է ում։ ժողովրդին։ Ժողովուրդը հետ համաձայնեցված է դա։ Չէ, դեռ Բա որ համաձայնեցված չէ, ինչ փաստաթղթի մասն է։ Դիվանագիտական մակարդակում այն համաձայնեցված է։ Շատ լավ է դիվանագիտական մակարդակը այդ փաստաթուղթը։ Ասել եք, որ մենք դուրս են գալիս, ամեն ձեռքի տալիս ծա վնասը։ Այդ դիվանագիտական մակարդակով համաձայնեցված փաստաթղթի բովանդակությունը, այն ինչ որ իրանք ներկայացնում են, այն ինչ որ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը ներկայացնում են, դա մերժելի է մեր կողմից, որովհետեւ դրանով չեղարկելու եք։ Լսեք, չի կարա ինքը լինի, որ մի հատ չեղարկեմ կամ չեղարկեմ։ Կարան վաղը դնեն հանրակրվեի կարան։ Շատ լավ հանրակրվեի դրված նախագիծը պետք է ընդունվի, չէ՞։ Ճիշտ է։ Եթե չի ընդունվում, ինչ չեղարկի։ Այդ փաստաթուղթը պետքա լինի, որ դրվի։ Այդ դու կողմ եք, որ այն լինի նախագծի մասն եք դուք ասում։ Հա, ինչ որ համաձայն։ Եթե Ժող, հասկանում եք քաղաքական բանավեճը քննարկումը ինչ որակի վրա է, ինչ մակարդակի վրա է։ Պարզ հարց, ախպեր, այն ինչ որ արել է արդեն, կիսատար է, անօրինական արել, եթե ասում ես անօրինական է, լավը չի բան, որ դուք եկաք ինչ եք անելու։ Ինչ եք անել, ասեք, ասում ես իմ մեր անընդունելը, ինչ ես անելու, արդեն արել է, չեղարկելու ես։ Կանալ մեծ պատասխան, չէ։ Պայման։ Նիկոլը ով է, ոչ լեգիտիմություն ունի, ոչ իրարած օրենքների մեջ է, որ ինչ-որ մի բան անի։ Կա, չէ, դա պատասխան կա, չէ։ Այդ պատասխանը չեք լսի։ Ինչպես նաև չեք լսի եւս նման պատասխան։ Ես լսում եմ ձեր հարցը։ Նիկոլ Փաշինյանի Ես լսում եմ ձեր հարցը։ Դուք դարձաք իշխանություն։ Եթե Նիկոլ Փաշինյանին մեզ հաջողվեց հեռացնել, նշանակում է հարցը չկա։ Կա, այդ հարցը իրանք չեն համաձայնեցրել ինչ որ անձի հետ, այլ Հայաստանի Հանրապետության հետ։ Նոր հենց հիմա Հայաստանի Հանրապետությունը ենթադրենք ներկայացնում եք դուք եւ Իշխան Սաղաթելյանը։ Քիչ առաջ ասել եք Ադրբեջան մենք դեմ ենք եւ դուրս են գալիս, թե ոչ։ Հետաքրքիր ասել եք սա վատնա, որ այդ տեքստը որ դուք համաձայնեցել եք որ աշխարհը ողջունել է, դա խայտարակ մանիպուլյացիա կապիտուլյացիա է մենք դուրս ենք գա, այդպես եք ասել, թե աշխատելու եք, պարզ հարց տվեցի։ Շատ պարզ պատասխան եմ, նախ ասեմ որ Իշխան Սաղաթելյանը ոնց որ ոսկորի նման մնացել է ձեր բոլորի կողմից։ Երբ որ մենք խոսում ենք ինչ-որ աննորմալ իշխանական գործողությունների մասին, միանգամից վկայակոչում եք Իշխան Սաղաթելյանը։ Չկա պատասխան։ Իշխան Սաղաթելյանից խոսա, այլ մոլորականներից խոսա, ինչ ուղիղ հարցի պատասխան չկա։ Գիտեք ինչ եմ ենթադրում։ Ոչ չէ։ Ոչ էլ չեղարկելու են։ Ինչի՞ պիտի չեղարկեն որ։ Ես ասեմ ավելին։ Իրենց կուր Ռոբերտ Քոչարյանը նույն նոյեմբերի 9-ի փաստաթղթի վերաբերյալ հիշում եք իր ասածը, մեն հիմար եք չեղարկի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը։ Փաստացի դաշնակցությունը չի ասում, որ սա ինչ որ անում է, չեղարկվելու է, անօրինական է, հակասահմանադրական է, ասում ողակի չի եղել։ Բայց չի ասում ինչ անելու որ եղավ։ Չի եղել։ Սա գիտեք ինչ է նշանակում, ես եմ ասում։ Բայց չի չեղարկելու։ Որովհետև եթե չեղարկելու լիներ, Պետրոսի նման կասել, հա, դատապարտում է։ Այո, եւ ուրացողին եւ մանիպուլացնողին, հա։ Հասկացա՞ք, ու սա ինչ չեք լսի։ Ես այսօր հասկացա, խորքային ինչա նշանակում դաշնակ լինել։ Սա ֆենոմենալ բան է։ Քրիստինե Վարդանյանն ու ես հասկանում եմ որ դաշնակցական դուք չեք մասնակցում։ Հենց հիմա դուք դա եք անում։ Ինչ եմ անում ես։ Քաղաքական process-ների եք մասնակցում։ Այո, որ ձեզ հարցին ինչի չեք մասնակցում։ Ոչ, ընդ որում հստակ այսօրվա գործող իշխանության Կիև ծապազգային թեզերը առաջ տանելով։ Օրինակ որը։ Սկսած նրանից, որ ձեր զրույցի սկզբից սկսեցիք, ավարտված այն պնդումներով, որ դաշնակցությունը ուրանում է ցեղասպանություն։ Ես հիմա էլ սա պատմեմ։ Որովհետև Ամերիկայից չեմ ալարում կպատնեմ։ Չէ, Ամերիկյան դիվանագիր։ Ես ձեր համոզմունքն եմ ասում։ Ես տրամաբանորեն եմ։ Քո որպես Պետրոս Ղազարյանի համոզմունքն եմ ասում։ Դու ես գիտեմ որ տրամաբանություն։ Ես հարգանքով խոսեմ։ Դուք հակադաշնակցական համոզմունք ունեք։ Այդ որն է։ Իբր դուք համոզմունքներ ունեք, ես էլ դրան դեմ եմ։ Որ համոզմունքն եմ ձեր դեմ։ Այդ որ համոզմունքին հենց ասեք մեկը։ Որ համոզմունքին։ Այո, այդ որ համոզմունքին եմ ձեր դեմ։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դատապարտման եւ հատուցման։
այստեղ ես ուզում եմ մեր պաուզա տամ, էլի։ Արծիվիկ Մինասյան, դու ստախոս ես։ Դու ոչ միայն մանիպուլացնող դատարկ մարդ ես, նաև ստախոս։ Հատուցում բառ լսեցի ես ընդեղ։ Ես հատուցում բառ լսեցի։ Մի բան, որ հանվել է վաղուց օրակարգից, հայդատի օրակարգից հատուցումը հանվել է դեռ 50-ականներին։ Ու հատուցման օրակարգ ընդհանրապես չկա։ Դու այս ամենայն պատասխանատվությամբ ասում եմ Արծիվիկ Մինասյան, դուք ստախոս եք։ Գնանք առաջ։ Պետք է դատապարտվի, հատուցվի։ Հա, ինչով դե հատուցվի։ Ինչով։ Ինչով։ Ինչպես պետք է հատուցումը լինի։ Չգիտեմ, դու գիտեք։ Բա մենք մեր պահանջի հիմքում դա ձեր պահանջի հիմքը։ Թուրքիայից հիմա գողեր եք։ Այսինքն ոչ։ Մեր պահանջի հիմքում դա է։ Որ պահանջի, որտեղ է պահանջը գրած։ Ասում հայդատի օրակարգի, հայդատ է շեմ էստեղ բերում։ Հայդատի օրակարգից հատուցումը հանածա։ Ցեղասպանությունը ճանաչեց Ամերիկայի Միացյալ Նահանգները ու վերջացա դրանով խնդիրը։ Վերջ, հատուցում չկա օրակարգից հանածա։ Սուտ ես խոսում Արծիվիկ Մինասյան։ Դուք էլ չգիտեք, բանա։ Ոչ։ Հողերը չեք ուզում։ Հողերը ասվածը դա իմ պատմական հայրենիքի տարածքներն են, որտեղ իմ հարցը տալի նայ։ ապրի։ Հիմա Եվ ազգի ինքնորոշումը, ազգի Էլի, ուզում եք թե չէ, չկա պատասխան։ Չկա։ Նոր ասում են հատուցում, չէ, ասում են հողերը ուզում եք, չկա պատասխան։ Իսկ այս ամեն ինչը հողերից է սկսել։ Սկսել է հողերը։ Այն 60-ական թվականների ոսկե շարժումը Հայաստանում հողերը։ Քարտաշյան Վահանը ոսկսել է հայդատի գործունեության հիմնադիրը իր ամբողջ $500,000 ինքնանուն իր փողները ծախսել սեփական ու չքավորության մեջ էլ մահացավ։ Այդ ամբողջը եղել է փոխհատուցման համար։ Էլի հարց արտալի ուղիղ։ Այդ նոր փոխհատուցումից էր խոսում, հողերը ուզել ես։ Կարելի պատասխան։ ինքնորոշումը։ Այդ էլ չեք ասում, այդ էլ չգիտեք։ Ես այնօր շուշեմ Գարիկ Դանիելյանին հարցեցի, տենց էլ չասեց։ Որովհետև դուք էլ չգիտեք։ Չէ, մենք շատ լավ գիտենք ինչ ենք ուզում։ Ի տարբերություն ձեզ, բայց դուք երբ որ չեք ուզում այդ ամեն ինչը, փորձում եք sense փաթեթավորվածով, ես մի բարձ օրինակ բերեմ, երբ որ sense խոսում եք, այն Էլի չասեց։ Ասում են Գառնիկին էլ է բերել, էլ չի ասել։ Գիտեք ինչի։ Արկելված է դրա մասին խոսալը։ Արկելված դաշնակներին այդ միամիտ ասես փոխհատուցում։ Դա ո՞ր եմ ասում ստախոս ես։ Փոխհատուցում գաղափարը հանած է վաղուց։ Չկա։ Ոնց Մոսկվան թողի փոխհատուցման մասին խոսան։ Կար ցեղասպանության 100-ամյակը, հիշում եք։ Այո։ Հիշում եք։ Ստեղծվեց խորհուրդ, հիշում եք համազգային։ Ներառել դաշնակցությունը։ Այո։ Ինչ արեցիք դուք 3 տարում։ Մինչև այս ապազգային թուրքամետ իշխանության գալը։ Ինչ արեցիք։ Նկատի ունեք 15-ից հետո։ Այո, 15-ից ստեղծեցիք Բարսագործ համայնքան խորհուրդ, Բարսագործ մեծ նպատակներով։ Տեսնում եք, հենց հիմա դուք մի բան որ դուք արել եք։ Ուրեմն որ ուշադիր լսեք հարցը տվեցում։ Նախ համահայկական հռչակագիրը, որը հռչակագիր եք ընդունել, որի հիմքում դրված էր համազգային բոլոր ուժերի համախմբումը այս կարևոր խնդրի եւ նպատակի հասնելու շուրջ։ Երկրորդը համահայկական ռեսուրսների համատեղումը եւ Հայաստանում ներդրումների կազմակերպումը։ Երրորդ հայկական բոլոր գաղթօջախներում, հայապահպանության շրջանակներում հայ մարդու կերպարը եւ նաեւ այդ իշխանությունների երկրի իշխանություններին հայանպաստ քաղաքականությունների առաջ մղումը։ Այս բոլորը եղել է։ Հիմա իշխան որ ինչ եք արել կոնկրետ, ինձ բերեք օրինակ, որ մի գործողություն դուք արել եք։ Ամեն ինչ, ոչ մի բան չեք արել, պարոն Մինասյան։ Լսեք, դրանից հետո 15 թվականից հետո այդ հռչակագրից հետո քանի երկիր դուք եւի չեք հիշում դեռ քանի երկիր դուք պետք է միջազգային դատարան դիմեիք, պետք է հանձնախմբեր ու դատարանները պատրաստված են, դիմաց են, դիմել եք։ Այո, իհարկե։ Որ դատարան եք դիմել։ Որը ուրեմն 3-4 երկրի դատարաններ նախ առանձին երկրների դատարաններ եք գնացել։ Եթե դուք տեղյակ չեք, ասեք տեղյակ չեք։ Ասեք մի արդյունք, որը դուք ստացել եք։ Լսեք, դրա համար ես ձեզ խոստանում եմ, գիտես ինչ անել։ Ես ձեզ կուղարկեմ հայ դատի գրասենյակների գործունեությունը։ Հայ դատի գրասենյակը գործում էր նաև դրանից առաջ։ Ինձ ասեք, ինչ բան եք դուք արել, երբ որ 15 թվականին այդպիսի հանձնախումբ դուք չեք լսում։ Ինչ եք արել։ Դուք չեք լսում, դերականները փակ են քփի։ Լավ, սա շատ ծանր, շատ անիմաստ։ Ոգեզ այսօր ես ոչ մի անգամ առիթ չեմ ունեցել։ Այսքան լսեմ որևէ դաշնակցական, ես հասկացա մի բան։ Ցանկ։ Նիկոլին Ոշիվանով չեն զիջում։ Նիկ ասում է գնացեք հայդատի տերը նայեք։ Հարցը տալիս։ Այդ դուք ո՞ր միջազգային դատարաններ դիմել։ Կարող գիտես հազարատ միջազգային դատարան կա, Արծիվիկ Մինասյան։ Դուք ո՞ր միջազգային դատարաններ եք։ Մի հատ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային դատարան կա։ Այս ոնց է կոչվում անգլերենը
Լավ, ինչ որ է, այդ հարցը քննող մակին կից միջազգային դատարան մի հատ է։ Տարբեր երկրի դատարաններ եք դիմել։ Դուք ո՞ս կարեք ասեք, գնաք Հոլանդիայի դատարան, ինչ պիտի դիմել։ Հոլանդիայի դատարան, կամ չգիտեմ, Նորվեգիայի դատարան։ Որի՞նչ։ Արդեն քանի տարի է այդ հայդատ այդ գործով զբաղվում է։ Ես առնվազն եթե 10 արդեն 3 տարի է ակտիվ ես այս գործի մեջ եմ, ես գիտեմ մի բան, այն Արա Պապյանը կոտորվեց այդ ասես թղթերն է պետք, կեսա պետք անել, այս փաստաթղթերը հավաքենք, դիմենք միջազգային դատարան, դեռ մենակ պետությունը կարող է անել։ Դուք մինչև 18 թիվ եղել եք պետություն։ Դուք եղել եք պետություն։ Բնականաբար Նիկոլը չէր կարող անել։ Հա։ Մինչև 18 թիվ դուք եղել եք պետություն։ Դուք 1950 թվականից առնվազն ժամանակ եք ունեցել, երբ հայդատը ստեղծվել է, սկսել էր գործունեությունը։ Դուք մոտավորապես 70 տարի ժամանակ եք ունեցել դիմելու դատարան։ Հավաքել։ Լավ, 70 տարի չեք ունեցել, հաշվենք 20 տարի ամբողջ բանի Քոչյանի ժամանակաշրջանը, ամբողջ Սերժ Սարգսյանի ժամանակաշրջանը։ Պլյուս նախապատրաստական, հա, 20 տարի ժամանակ եք ունեցել պետության անունից մտնել միջազգային դատարան, հատուցման, ցեղասպանության ճանաչման, մի խոսքով բոլոր խնդիրները լուծելու համար։ Այնտեղ Սևերի պայմանագիրն է, Փարիզի վեհաժողովն է, Վիդրոբրսինյան իրավարավճիռն է, ազգերի լիգայի որոշումն է, ամբողջը միտեղ։ Դուք սա ձեր պարտքներ, որ պետք է անեք, այսինքն սա այն է, ինչով սկսել է Վահան Կարտաշյանը, հա, հայդատի հիմնադիրը։ 20 տարվա մեջ, ասում ենք, բանը, հռչակագիր ենք ընդունել 15 թվականին։ Ասում է, համազած, ասում է, որտեղ ես եղել։ Հիշում եք Խաթաբալադան։ Ասում է, Էջմիածնում եմ եղել։ Էլ որտեղ ես եղել, համազած։ Էջմիածնում 2 անգամ եմ եղել։ Աշխարհ տեսած տղա ես փաստորեն։ Հիմա ասում մենք հռչակագիր ենք ընդունել։ Սա դաշնակ լինելու արվեստը փաստորեն ես չգիտեի։ Հիմա ասենք ավելի կոնկրետ քայլերի։ Ուրեմն Ադրբեջանի դեմ հայց ներկայացնելու համար անհրաժեշտ է ֆրանսիական անձնագիր ունեցող արցախցի, դերում է Էրիկ Բեգլարյան։ Հիմա տեսնենք ինչի մասին է խոսքը։ Արցախի փաստաբանների պալատի նախագահ Էրիկ Բեգլարյանի Facebook-յան էջի գրառումն ասա։ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի հետևանքով մեր հայրենակիցները ստիպված են եղել բռնի կերպով լքել իրենց տները։ Տեղահանվել Արցախից։ Այս ծանր եւ անարդար իրավիճակում անհրաժեշտ է, որ միջազգային դատական հանձնարարներում կարողանանք բարձրացնել մեր ձայնը եւ ներկայացնել ճշմարտությունը հիմք ընդունելով մարդու իրավունքների խախտումները եւ այսպես համար ինչա պետք։ Այդ նպատակով մենք պատրաստվում ենք դիմել եվրոպական դատարան Ադրբեջանի դեմ հայցով։ Այս գործընթացի համար մեզ անհրաժեշտ է գտնել այնպիսի արցախցու, ով բռնի տեղահանվել Արցախից Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով եւ այս պահին ունի ֆրանսիական անձնագիր։ Նման անձը կարևոր դերակատարում կունենա գործի շրջանակներում։ Փաստորեն ֆրանսիական անձնագիր ունի, ինքը որպես ուժված կողմ, հա, դառնա հայցող կողմ։ Եվ ասում խնդրում ենք հնարավորինս լայտ տարածել այս տեղեկատվությունը հարազատների, բարեկամների եւ այլն եւ այլն եւ այլն, հա, որ միասին կարողանանք դրան մի խոսքով կաշկի բերել։ Ես էլ մտածեցի, որ ես էլ իմ ասով պետք է անեմ։ Հիմա դուք կարող եք գտնել Էրիկ Բեգլարյանին, եթե նա Արցախի փաստաբանների պալատի նախագահն է, իսկ հիմա դժվար պիտի ոչ չլինի իրան գտնելը, հա, եթե չեք կարողանում գտնեք, ինձ գրեք, ես կգտնեմ մի ձևով։ Եթե Արցախցի կա, որ արդեն Ֆրանսիայի քաղաքացի է, փաստաթուղթ ունի, խնդրեմ, կոնկրետ բան են առաջարկում։ Այսօր պարզվել է, որ կառավարությունը ավելի քան 234 միլիոն դրամ կտա Սասուն Միքայելյանի ղեկավարած երկրապահների։ Պատկերացնում եք 234 միլիոն դրամ Սասունի երկրապահների, որ Սասունը լավ ապրի։ 234 միլիոն դրամ։ Ես հիմա Սասունին ու բոլոր Սասուններին եմ ասում։ Փաստացի ըստ Նիկոլ Փաշինյանի դուք երկրապահներդ դուք հանցագործներ եք։ Որովհետև դուք այսինքն այն կազմակերպությունը, որ կոչվում է երկրապահ, ինչի վրա ստեղծվել։ Երկրապահի վրա, չէ՞։ Այդ մարդիկ այն կամավորները, որոնք կրվել են Արցախը ազատագրել են։ Որը Ադրբեջանն է, ասում է Նիկոլ Փաշինյանը ասում է, դա Ադրբեջան, այսինքն
երկրապահակները, որոնք ստեղծել են այդ կազմակերպությունը, դրանք ագրեսոր տերորիստական խմբակ են, որ գրավել են Ադրբեջանը։ Չնայած դա տերորիստական խմբակի ստեղծած կազմակերպությունը, որը դեռևս ղեկավարում է ամենասասուն Միքայելյանը, հələ այդ ամենասասունին 234 միլիոն Նիկոլը փող է տալիս, որ ամենասասունը լավ ապրի։ Դեն էլ ինչ անում 234 միլիոն դրամը։ Հավաքում է ժեղին, այն ոչ ամեն ինչի դիմաց 20,000 դրամ թոշակի դիմաց ամեն ինչ կծախեն, հա, ընտրախշավը էլի, իրանց թևի տակ պահելու համար, պետության հաշվին, բյուջեի հաշվին, այդ մարդկանց են պահում, ընդ որում մի կազմակերպություն, որի մա Ալիևը կարող նեղան ասի, սպասի, Նիկոլ, ոնց ես դու մի պետության, մի կազմակերպության $500,000 ավել փող տալի, որ իմ բնաշության դա ցեղասպան է։ Ինքն ասում է, չէ, Խոջալույից է խոսում, տուժված արցախցիներից է խոսում, փախստականներից է խոսում։ Փաստորեն, Նիկոլ Փաշինյան, դու այդ քանի գլուխ ունես, որ Ալիևի ժողովրդին, կոտորածներին դու $500,000 ավել փող ես տալի։ Սա մի ուրիշ պատուհաս է, կամանդուիշին Փաշինյանից նոր քարտ բլանշ է ուզում, իրավունքն է գրում։ Մասնակցել է, հանդիպել է, սա Սամվել Բաբայանն է, որ Արցախի այս բողոքի ալիքները ինքը համակարգի, ինքն է ուզում։ Սամվել Շահրամանյանի դիմաց փոխարեն ինքն է ուզում դառնալ նախագահ, հիմա այս շարժումը ինքն է ուզում ղեկավարի։ Սա Սամվել Բաբայանն է, կամանդուիշին։ Ես, գիտեք, երբեք այդքան սուտ չի տարածվում որևէ մարդու մասին, ինչքան պատերազմից, որսից, ձգնորսությունից եւ այլն։ Դրանց հետո ամենաշատն է, չէ՞, սկսում մարդկանց մասին լեգենդներ տարածել։ Հիմա եթե մեկը ինձ կպնդի, կհամոզի, որ ինչ ես ասում Սամվել Բաբայանը, Արցախի Վազգեն Սարգսյանն էր, մեծն։ Ես կասեմ մի բան, տղեկ։ Որցը դա սեր չի։ Որցը տեսակ է։ Ձեր նկարագրած կամանդուիշին պետք է որց լիներ։ Ու որց տեսակը չէր գնալու Նիկոլ Փաշինյանից դաբրո խնդրեր, դաբրո ուզեր, որ ինքը ղեկավարեր արցախցիների բողոքը։ Հասկացաք ով է Սյամուն։ Ինձ ընդեր ինչ է արել, ինչ չի արել, բացարձակապես չի հետաքրքրում, պահը եկել է եւ ոչ միայն ինքը, իր նման 1000 հոգի եղել, 1000 արցախցի եղել եւ ավելի կարեւոր բաներ կարող արածնի։ Դա մնացել է 30 տարի առաջ։ Փաստն է, որ այդքանից հետո այս մարդիկ իրանց ձեռով հանձնեցին իրանց ազատագրածը, իրանց սեփական երկիրը։ Այսօր էլ Փիսիկի նման այդ տղեն կամանդուիշին Նիկոլից դաբրո է ուզում, որ այս բողոքի ակցիաներն ինքը ղեկավարի։ Գիտեք ինչի՞, որտեղ բողոքի ակցիաների արդյունքում կարող է մի քանի օլիգարխի արցախցի բերման ենթարկել մի քանի միլիոն $, հետ բերեն, որ մի որոշ ժամանակ էլ արցախցիներին դրանով կերակրեն, թողներեն ինձ այս բառից համար, որ իրենց ձենը կտրվի, սա իրանց բառերն եմ ասում ես։ Ու Սյամոն, որ այդ պրոցեսը Սամվելը չանի, դե արցախցիները ասում են, բաննա չէ իրանց ժիվոյ լեգենդը, այս մի Սամվելն է ուզում։ Հիմա նորից եմ կրկնում, իմ համար բոլորովին էական չի մարդը ինչ արել իր կյանքում։ Երբ որ ես իրան տեսնում եմ, այն ձեր ասած առուստեղեն դարել է փիսիկ, դադարում է, այդ պահից դադարում է ինքը իմ համար ինչ-որ մի բան ներկայացնել։ Նորից եմ ասում, որցը դա սեր չի, որցը տեսակ է, իսկ տեսակով որցը Նիկոլից դաբրո չէր գնալու։ Էլ ինչ որց։ Սա իմ հարազատ կոնսերվատորիան է այսօր։
Թշնամուն այսպես էլ են հաղթում։ Հասը պարը չի։ Այս պարը, սասունցիների պարը չկարդամ էլի, այս չեմ ուզում հերթական անգամ լծվեմ։ Հա, սասունցիների պարը բացեք, կարդացեք։ Այսքական կարդալու տեղն է, սասունցիների պարը, հա։ Սա մի ընդհանրապես պար չի, մի ամբողջ պատմություն է։ Այո, մի ամբողջ պատմություն է այս պարի մեջ։ Ու ամեն ինչ կա այստեղ էս, ամբողջ հերոսական անցյալը կա, Կոմիտասը կա, Նարեկացին կա, Տիգրան մեծը կա, ամեն ինչ կա, մենք կանք, ես կամ դու կանք, բոլորը կան, ովքեր ապրում են ու վառվում են այս երկրի դարձությամբ, բոլորը իրանք կան։ Ու այս պարը պարողը այս ամեն ինչի կրողն է։ Այս ամանը ասում, սա ընդհանրապես պար չի, այս պարի մեջ ամեն ինչ կա, եթե այս պարը եթե դու կրում ես այդ ամեն ինչը կոնվերսը, դու անպարտ ես։ Անպարտ։ Սա ինձ է վախենում թշնամին։ Թշնամին չի վախենում Իսկանդերից, թշնամին չի վախենում բեսպիլոտիկներից կամ չգիտեմ, ոչ մի չի վախենում թշնամին։ Ինքը դրանից ավելի լավ ունի։ Թշնամին մի բանից է վախենում։ Հայի ոգուց, որը ինչ էլ լինի ձեռքը, հասարակ գրիչը դառնում է զենք։ Որտեղ հարց կարևոր չի ինչա ձեռքը, կարևորը ում ձեռքն է դա։ Այն բանն է լավ ասում, Մարկ Սալոնին է լավ ասում, կռվում է ոչ թե տանկը, այլ տանկիստը, ոչ թե զենքը, այլ զենքին տիրապետողն է կռվում։ Եվ իրանք շատ լավ գիտեն, ի տարբերություն մեզ, իրանք շատ լավ գիտեն դա։ Դա համար ամեն ինչ արեցին, որ հայ զինվորը ոչ մի տեղ չկարողանա կռվի, ոչ մի տեղ, որ զենք չունենա, քարտեզ չունենա, ղեկավար չունենա, մոլորության մեջ լինի, պաշտպանված չլինի, գլխին մի խոսքով ոչ մի պաշտպանական մեխանիզմ չունի, որ իրանք կարողանան հանգիստ կոտորել։ Որովհետև որ տեղերում զորք ա եղել, կանոնավոր զորք, այդ տեղերում մի մետր չի կարողացել թուրքը առաջ գա։ Մնացած ամբողջը ստորագրությունով է հասել։ Ստորագրությունով։ Ու հայ զինվորը ոչ միտեղ չի պարտվել։ Հայ բանակը, հայկական բանակը չի պարտվել, նա չի էլ կռվել, որ պարտվի։ Լավ, արդեն ես այդ ռուսական նորությունների ճիշտ ասած չեմ ուզում անդրադառնալ, որտեղ արդեն դրամատուրգիա չկա։ Մենակ մի բան ասեմ, Մակրոնն է ջրայնացել այսօր, ասել է, եթե Պուտինը կարա հյուսային կորեացիներին բերի, հա, ու իրան ոչ չհարցնի ոչ մեկին, նշանակում է մենք էլ կարող գնանք Ուկրաինա ու չհարցնենք ընդհանրապես Ռուսաստանը այս մասին ինչ է մտածում։ Եվ մեր վերջի պատոհասին անդրադառնամ, ցանով փակենք Թրամփին։ Երեք պնդում էր, որ պետք է ճանաչեն Ուկրաինան ճանաչի Ղրիմը, որ սկսեն բանակցությունները, այսօր ասում է, ես չեմ ասել, որ մենք չենք խնդրել, մենք չենք պահանջում, մենք չենք առաջարկել նման բան, որ Զելենսկին ճանաչի Ղրիմը Ուկրաինայի մաս։ Ուզում եմ սրանով սա փակեմ, որպեսզի ցույց տամ քաղաքական միտքը ինչքան կախված է դա կրողից, հա, թվում է թե ամերիկյան քաղաքականությունը ինքան ռելսերի վրա դրած, հա, քաղաքականությունը, համենայն դեպս ինձ այդպես էր թվում, ազնիվ խոսք, սխալվել եմ, պարզվում է մեկը, Թրամփի նման մեկը, կարող է գա, օրական մի բան ասի, Նիկոլի նման, հետո ասի, ես նման բան չեմ ասել, ու դրա պատճառով ամբողջ երկիրը խառնվի իրար։ Ես ինչ եմ սա կարևորում, որովհետև իմ երկրի համար, մեր երկրի համար շատ կարևոր է Ամերիկայի նման երկրի արբիտրի արդար դերը, իր անսասանելի հեղինակությունը, օրենքների կատարումը, երբ որ այս երկրում խառնում ամեն ինչ իրար, ոչ մեկի դարդը չի լինելու Հայաստանը կա, թե այլևս չկա։ Ես դրա համար եմ շատ կարևորում այս ամերիկյան երկրի առաջնատար դերի իր վերահաստատումը, որը կորսել ենք արդեն, ես չեմ էլ հավատում ճիշտ ասած, որ դա կարողանա ինչ-որ մի ձև երբևէ ինչ-որ նախագահ վերականգնի, որովհետև հեղինակություն տես մի բան է։ Շատ դժվար է ձեռք բերել ու շատ հեշտ է կորցնել, իսկ կորցնելուց հետո վերականգնելը ես չեմ հավատում նման բանին։ Բայց գոնե ինչ-որ վերականգնելու փորձեր պետք է արվի, կարող ամբողջությամբ չվերականգնվի, բայց ինչ-որ մնա, հա, ինչ-որ հեղինակություն պետք է լինի։
որտեղ եթե աշխարհում հեղինակություններ չեղան, շակալները Պուտինի նման, Նետանյահուի նման, Ալիևի նման, Էրդողանի նման իրանք իրականացնել են իրենց ծրագրերը։ Իսկ հիշում եք Էրդողանի ծրագիրը ինչ է, հայերին ինչ է ասում, մեր սրի ծայրի մնաց ընդամենը մնացորդ։ Սա է իրենց համար։ Սա, որը իրականացվում է Փաշինյան Նիկոլի ձեռքով։ Իսկ թվում է սա եւս մի անգամ ապացուցելու կարիք չկա։ Ինչ որ է, ապրիլի 24-ն է, ովքեր Նյու Յորքում են ապրում կհանդիպենք Times Square-ում եւ Հայաստանի ժողովրդին նորից եմ խնդրում, եթե այսօր էլի դրոշ կվարեք, չմոռանաք ԿՊ-ի դրոշի մասին։ Ես ընդհանրապես առանձնակի կողմնակից չեմ դրոշ վարելու, որտեղ անպաշտպան դրոշը ինչ պետք է անի, բայց սիմվոլիկ ԿՊ-ի դրոշները պետք է վարվի, որ աշխարհը տեսնի հայ ժողովուրդ ոչ միայն Թուրքին է մերժում, ԿՊ-ին նույնացնում է Թուրքի հետ, սա շատ կարևոր է։ Այսօր ամենասկանը լավ մնացեք։